Արևմուտքը այդպես էր պահանջում, այդպես էր ուզում, այդպես պետք է լիներ։ Արցախի հարցով, հատկապես ռուսական տարբերակով Արցախի հարցի լուծման Հայաստանը բավականին լուրջ դերակատարում էր ունենում, process-ների վրա լուրջ ազդեցություն, որովհետև աշխարհի որ ծայրում էլ ինչ խոսեին, Հայաստանի կարծիքը հարցնում էին, որովհետև Արցախի հարցը նաև մեզնից էր կախված։ Բայց դա նշանակում էր նաև, որ Ռուսաստանը լուրջ հենման կետ էր ունենում տարածաշրջանում։ Արևմուտքի պահանջով նոյեմբերի 9-ը փաստորեն տապալվեց, չկատարվեց, չնայած հետ չեն կանչում։ Եվ շատ ուժեր արևմուտքը ներդրեց, քարոզչական առումով վարկաբեկեց նոյեմբերի 9-ը, որ հանկարծ չկատարվի, որտեղ նոյեմբերի 9-ը օրինակ Արցախը Ադրբեջանի մաս չէր ճանաչվում։ Այսինքն Ռուսաստանը կարողացավ դրան հասնել, որ ստատուսը չփակվեց եւ ապագայի վրա էր թողնվում։ Արևմուտքն ամեն ինչ արեց, որ դա փակվի եւ ստացվեց իր մոտ, որովհետեւ Հայաստանում չեք գտնի մի քաղաքական ուժ, նկատի ունեմ ազդեցիկ քաղաքական ուժ։ Փոքր ուժեր կային, որ պաշտպանում էին, բայց մեծ ազդեցիկ ուժ, որոնք կարող են հասարակական կարծիք ստեղծել, ունեն տասնյակ հազարավոր, 100 հազարավոր հետևորդներ, ոչ մեկ չպաշտպանեց նոյեմբերի 9-ը։ Իսկ դա հենց արևմուտքին պետք էր։